Անկարայից անդրադարձել են Իրանում շարունակվող ցույցերին։ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, չեն ցանկանում հարևան երկրում քաոս տեսնել։ Արտաքին միջամտությունները Իսլամական Հանրապետության գործերին ավելի մեծ ճգնաժամերի կհանգեցնեն, ընդգծել է Չելիքը։ Նրա խոսքով Իրանում բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Գերմանիայի կանցլերն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն աշխատում է Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ Իրանում բողոքի ակցիաների դաժան ճնշումների հետ կապված։ Մենք կոչ ենք անում Իրանի ղեկավարությանը պաշտպանել բնակչությանը, այլ ոչ թե սպառնալ նրան, նշել է Ֆրիդրիխ Մերցը։ ABC News-ը հայտնում է, որ Միացյալ Նահանգները նույնպես կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի էներգետիկ եւ բանկային հատվածների դեմ։ Նշվում է, որ ամերիկյան կողմը դիտարկում է նաեւ ռազմական գործողություններ անցկացնելու սցենարը։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովին եւ Օդեսային։ Ուկրաինայի արտաքին իրավիճակների պետական ծառայության տվյալով Խարկովում փոստային բաժանմունքի թիրախավորման հետևանքով 4 մարդ է զոհվել, եւս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Օդեսայում հարվածների 2 ալիք է գրանցվել։ Քաղաքի կենտրոնում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաեւ հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց։ Հաղորդվում է 5 տուժածի մասին։ Կիևում էլ պայթյուններ են որոտացել, ԶԼՄ-ները հաղորդում են հրթիռների եւ ԱԹՍ-ների հարվածների մասին։ Գրանցվել են էլեկտրամատակարարման անջատում։ Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Ռոստովի, Բելգորոդի, Կուրսկի, Ղրիմի օդային տարածքներում։ Լրատվամիջոցները նշում են, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Տագանրոգին։ Թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերի մասերի արտադրության ձեռնարկություն։ Մոսկվան մտադիր է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, քանի դեռ Զելենսկին չի համաձայնել բանակցություններում Ռուսաստանի համար իրատեսական պայմաններին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Վասիլի Նեբենզիայի խոսքով Կիևը պետք է ուշքի գա։ Հակամարտության խաղաղ կարգավորման պայմաններն Ուկրաինայի իշխանության համար օրեցօր կվատթարանան։ Զելենսկուն դեռ վաղուց զգուշացրել են այդ մասին, հավելել է պաշտոնյան։ Նեբենզյան նաև մեղադրել է ուկրաինական ուժերին Ռուսաստանի բնակավայրերին հարվածելու համար։ Միևնույն ժամանակ հավատացրել, թե ռուսական կողմը չի թիրախավորում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Հայտարարություններով է հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով Ռուսաստանը հարվածում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին եւ բնակելի օբյեկտների։ Սակայն դա չի օգնի Մոսկվային հաղթել պատերազմում, շեշտել է նախագահը, հավելել, որ այս գիշեր ռուսական ուժերն արձակել են մոտ 300 ԱԹՍ եւ տասնյակ հրթիռներ, 100 հազարավոր ընտանիքների թողնելով առանց էլեկտրականության։ Զելենսկին կրկին կոչ է արել դաշնակիցներին ուժեղացնել երկրի հակաօդային պաշտպանությունը։ Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է եւս 116 քաղբանտարկյալի ազատ արձակելու մասին, նրանց թվում են ինչպես վենեսուելացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Այսպիսով հունվարի սկզբին Կարակասում ամերիկյան գործողություններից հետո ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 133 մարդ։ Սակայն իրավապաշտպան ՀԿ-ները հաստատել են միայն 24 քաղբանտարկյալի ազատ արձակման փաստը։ Գործընթացը մեկնարկել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Դելսի Ռոդրիգեսի հրամանով։ Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջել էր բանտերից ազատել Մադուրոյի իշխանության օրոք ձերբակալված քաղբանտարկյալներին, ներգրավելու նրանց Վենեսուելայի վերականգնմանը։ Ռոդրիգեսն էլ հայտարարել է, որ ազատում են մի շարք ձերբակալվածների հանուն խաղաղ համակեցության։ Տարբեր տվյալներով 2026 թվականի հունվարի դրությամբ Վենեսուելայում քաղբանտարկյալների թիվը հատում է 800-ը։ ՄԱԿ-ը ողջունել է վերջին օրերին Վենեսուելայում որոշ քաղբանտարկյալների ազատ արձակումը, միևնույն ժամանակ մտահոգություն հայտնել, որ երկրում դեռ շարունակվում են բռնաճնշումները եւ մարդու իրավունքների խախտումները։ Դիանա Գասպարյան, լուրեր։